Հոկտեմբերի 15-ը դարձավ ցավի և անարդարության խորհրդանիշ մեր խմբագրություն դիմող ընտանիքի համար։ Այդ օրը Մուրացյանի հիվանդանոցում մի երիտասարդ կյանք մարեց հենց այնտեղ, որտեղ պետք է փրկվեր։ Ըստ հարազատների և մասնագետների պատմածի սովորական թվացող միջամտությունը վերածվեց ողբերգության, նարկոզի ընթացքում սրտի կանգ, չկարգավորվող շնչառություն և մի քանի րոպեում ամեն ինչ փոխվեց անդառնալիորեն։ Այս դեպքը խորը ցավ է պատճառել ոչ միայն երեխայի ընտանիքին, այլև բոլոր նրանց, ովքեր հավատում են, որ բժշկությունը մարդու կյանքի պահպանման արվեստն է, ոչ թե վտանգի աղբյուր։ Ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ, ինչու չկան պատասխաններ և ով պետք է պատասխան տա այն սխալների համար, որոնք տարան անմեղ մի երեխայի կյանք։ Այս պատմությունը ցավի մասին է, անզորության մասին է, բայց նաև արդարության ձայն բարձրացնելու մասին է։ Ժամանակն է, որպեսզի ճշմարտությունը բացահայտվի և պատասխանատվությունը դառնա ոչ թե խոսք, այլ իրողություն։ Հոկտեմբերի 15-ին Մուրացյան մանկական հիվանդանոցում տեղի ունեցավ ողբերգական դեպք։ 16-ամյա աղջիկ, շքեղ ապագա ունեցող դեռահաս, գեղեցիկ պարուհի Միլենա Խաչատրյանը, որը բժշկական կենտրոն էր դիմել ականջի և գեղձի ցավով, այլևս տուն չվերադարձավ։ Բժշկական կենտրոնում սկսված վիրահատությունն ավարտվեց սրտի կանգով, բայց ինչպես և ինչու, համացանցում տեղեկատվությունը տարածվեց կայծակնային արագությամբ։ Օգտատերերը գրում էին, որ աղջիկը մահացել է անզգայացման ընթացքում, ինկուբացիայի սխալից։ Բազմաթիվ մասնագետներ համացանցում արձագանքեցին, պնդելով, որ նման դեպքում կարելի էր խուսափել ընդհանուր անզգայացումից, սակայն փաստերը դեռ պետք է ապացուցվեն։ Իսկ մինչ այդ Միլենայի մորաքույրը Սոֆիա Եսայանը, հավաքելով իր բոլոր ուժերը ու մի կողմ դնելով սոսկալի ցավը, ներկայացնում է դեպքի բոլոր հանգամանքներն ու իրենց կասկածները, պայքար մղելով արդարության հասնելու համար։ Երեխան ասեց ականջն է ցավում, մի օր ականջը, հաջորդ օր ասեց գեղձը, աջ կողմը։ Հետո այդպես ուրբաթ օրը գնացինք, ոնց որ մի երկու օր այդպես ցավում էր, գնացինք մեր 17 պոլիկլինիկա, որտեղ ինքը հաշվառված է, կանգնած ենք։ Այդտեղ լորը ստուգեց, լորը ասել էր, սա իմ պրոֆիլով չի, պետք է տանեք Մուրացյան դիմացնոտային, քանի որ երեխան շաքարային դիաբետ ուներ, այսինքն անիմաստ անտիբիոտիկ նշանակել չէին կարող, մենք ինքներս էլ անիմաստ չէին կարող ուղղակի վերցնել անտիբիոտիկ տալ, դրա համար այնպես ենք արել, որ հսկողությամբ լինի դա, ուղարկեցին Մուրացյան, իսկ Մուրացյանում ինքը հենց հաշվառված է նաև իր շաքարայինով։ Մորաքրոջ խոսքով աղջիկը Մուրացյան բժշկական կենտրոնում տարին մեկ անգամ պրոֆիլակտիկ այցելություններ է անցկացրել, բուժումներ ստացել շաքարային դիաբետ հիվանդությամբ պայմանավորված։ Պարկում է, ստուգվում է ամեն ինչով, միշտ հուլիս ամսին, այս տարի էլ պարկել էր, և իր բժշկուհին շատ լավն էր, հոյակապ ու ինքը միշտ կապի մեջ էր, շաքարը բարձրանար, իջներ կամ դեղորայքի հետ ամեն ինչը ստանում էր այդտեղից։ Ոչ մի դժգոհություն չեմ կարող ասել, այդ իսկ պատճառով ուղարկեցին ընդեղ, մտածեցինք ավելի լավ շաքարային բժիշկն էլ հետը, ամեն ինչ լավ կլինի։ Իր արդեն այս դնչի հատվածներ, այստեղից իջել էր ստեղ։ Ու շաբաթ կիրակի եղավ, մինչև երկուշաբթի մոտեցանք, ինքը պնդացել էր արդեն ուղղակի դա ամբողջը, որ մենք չէինք կարող անտիբիոտիկ տալ իրեն։ Երկուշաբթի մոտեցավ, բժշկուհին ասել էր, այդտեղ եղել է ընդունող բժշկուհին, ուրեմն բուժող բժշկուհին Քրիստինե Վարդանյանը, ով նախնական ասել է, հա, նենց վիճակա, որ պետք է 4 օր անտիբիոտիկ ստանաս, իսկ քանի որ այդ բորբոքումից թուքը կուլ տալը ամեն ինչը դժվարանում էր, դիմաց այս ծնոտային մկաններն էլ էր ձգվել, դժվար էր բերանը բացում փակում։ Դա տրիզմա կոչվում էլի բերանի։ Ու ինքը այդպես ասել էր ծամում թող բերեն, ծամի, մենք անգամ լվացքի պարանի հետ սեղմակ էինք տարել, որպեսզի բերանը աշխատացնի, ասեց 4 օր անտիբիոտիկ ուժեղ կստանա, սիրուն երեխա է, սպարզ մարդ է, ասեց սկզբից չգիտեմ, հետո ինչի որոշեց վիրահատի, ասեց չեմ ուզում կտրված կանեմ, մանավանդ որ շաքարել ունես,
կտրված, այս բա ինչ անենք 4 օր կանենք անտիբիոտիկ, եթե չանցի նոր կկտրենք։ Ի վերջո բժիշկները որոշում են կայացնում իրականացնել վիրահատություն։ Հարազատների հետ զրույցի ժամանակ նրանք շարունակ նկարագրում էին այն անտարբեր եւ անփույթ վիճակը, որին հանդիպել են հիվանդանոցում։ Հարազատների պնդմամբ այն անհրաժեշտ հետազոտությունները, որոնք յուրաքանչյուր հիվանդ վիրահատությունից առաջ սովորաբար անցնում է, իրենց աղջիկը չի անցել։ Ավելին, երեխային վիրահատարանից սկզբում ետ են ուղարկել։ Հանրապես բերանի տրիզմն էլ է լավ ցավոտ է, ցավացնում է։ Գիշերը նորից ինքը կանչում է, որ սրսկեն։ Քույրը գալիս է սրսկում է, ինքը որ գնաց արդեն 2 օրեր տաքություններ 7-9, 7-8։ Հետո որ անտիբիոտիկ առաջի օրը արեցին, մի 4 անգամ ընդունվելու օրը արել են։ Իրա ջերմությունը իջել էր, ինքը ջերմություն չուներ արդեն։ Ուղղակի, չգիտեմ ինչ ասեմ, ճակատագրական ասեմ, թե ինչ ասեմ, որ երեխեն ասեց, որովհետև միշտ կապի մեջ ա եղել մեր հետ, լեզվիս տակել ասեց ոնց որ մի քիչ մորքուր ուռել, ու տենց բժշկում որ ասլեր, հա, երևի բանը թարախը իջնում ա ներքև, պետքա շտապ վիրահատենք, բայց ասենք իրանք այդ ժամանակ ոչ ինչ որ հատուկ կա ստուգումներ, որը որ կարելի էր անցկացնել, հետո մտածել վիրահատություն, քանի որ բերանի տրիզմ ուներ, նարկոզը ես չեմ պատկերացնում ոնց են որոշել անել, ամբողջ սխալը տեղից է եկել, կամ պետքա ուղղակի լիդակայինով կտրված, նախ հասկանային խորն է դա թե չէ, դիագնոզ ասեին, հասկանային ինչ խորություն է, իջել է, չի իջել, միգուցե թոքաբոր պատանը, որը կասկածվում է նաև, ոչ թոքերի ռենտգեն են արել, ոչ սրտի EKG, ընդհանրապես մենք գիտենք, եթե պատրաստում են, մի ամբողջ օր հետազոտություն են անցնում, են որ ասում ոտից գլուխ նարկոզատորը պետք է հետաքննի եւ իմանա ինչ հիվանդություն կա եւ ինքը վստահ լինի կարող անել թե ոչ։ Բայց մամաս ասում է, երբ որ նարկոզատորը մտավ ներս մեզ, սկսեց հարցեր տալ, 2 հարց է տվել, ինչ հիվանդություն ունես եւ ալերգիա ունես թե ոչ։ Երեխան որ ասել է չէ, հետո շրջվել է որ դուրս գա, Միլենան ասել է, բայց ես շաքարային դիաբետ ունեմ։ Ասել է ոնց դու շաքարով հիվանդ ես։ Ես իրեն հարց եմ տալիս, ասում դուք իստորիա չեք կարդում, որ մտնում եք ձեր հիվանդի մոտ։ Այդ 2 բառը ձեզ բավական էր, որ դուք համաձայնվեիք, որպեսի նարկոզով, ընդհանուր նարկոզով վիրահատություն անեիք, դա ձեզ բավական էր։ Երկրորդն է նարկոզի վիրահատարան տարել են իր դրսի հագուստով, ինչով որ ինքը ընդունվել է հիվանդանոց։ Սանիտարկային հարցրել ենք, այսպես է գալու, թե պետք է փոխվի, ասել է չէ, նորմալ է, մազերը հավաքեք, թող գա։ Հետո երեխան մեզ հաջող է անում, ստեսություն է անում, մտնում են պալատ ծնողները, սպասելու, հետևից երեխան նորից հետ է գալիս վիրահատարանից։ Ասում են ինչի հետ եկար Միլենա ջան, ասում է, ասեցին գնա շաքարի չափիչն էլ բեր։ Ես գլխավորին հարց եմ տալիս, այս վիճակն է ձեզ մոտ։ Այսքան կներեք, բայց մահացել է ձեր սանիտարկա կոչեցյալը։ Դուք որ կարևոր տեղ եք գնում, դուռը բացում, փակում եք, հետո նորից հետ եք գալիս։ Երեխան վիրահատության է գնացել։ Դուք իրան չեք հետ ուղարկել։ Դեպքից հետո մորաքույրը զանգահարել է բժշկին, սակայն վերջինս անտեսել է զանգը, ինչից հետո կապ է հաստատել շաքարային բժշկի հետ, ում հսկողության տակ միշտ գտնվել է Միլենան։ Այդ ամեն ինչից հետո զանգեցի բուժող բժշկուհուն, ինքին վրա տրուբկա անջատեց, երբ որ ներկայացաում ես, ինքը անջատեց հեռախոսը։ Հետո ես հիշեցի, որ երեխան շատ լավ կապի մեջ էր իր շաքարային դիաբետի բժշկուհու հետ։ Զանգեցի, ինքն էլ էր բավականին շատ հուզված, քանի որ ասում է, ես զարմանում եմ, ինչի երեխան ինձ չի ասել, միշտ իմ հետ կապի մեջ է եղել, դիմացի բաժանմունքներ, եթե իրենք ասում են եղել է բարդ վիճակ, դրա համար ենք շտապ առավոտ որոշել, որ վիրահատեն։ Ինչի չեն տեղեկացրել, որ գիտեք ինչ բարդա, ասենք բարդը նա է, որ բերանը տրիզմա, ինտուբացիա ինչպես էին անելու, ես հարցնում եմ բժշկին, անեստեզիոլոգին, Մեսրոպ Մարգարյան, ով ոնց հասկացա նոր է դեռ այդտեղ ընդունված, հարցնում եմ, ասում եմ դուք ինչպես եք արել ինտուբացիա, ինքը ասում է
ինտուբացիա արվել է, ասում եմ, բայց ինչպես, եթե իր ծնոտը լավ չէր բացվում։ Դե ասում է շատ դժվարությամբ, այսինքն լավ համաձայն եմ, դժվարությամբ ասենք արել ես, չնայած այնտեղ լիքը բաներ կար վնասելու։ Ասենք արել եք, դուք սկզբից քննացրել եք, երեխուն նոր ինտուբացիա եք արել, բա հետո ինչ եղավ։ Դե ասում է 20 րոպե նորմալ սիրտը աշխատեց, իր բառերն եմ ասում։ Հետո ասում եմ մենք ունեցանք բրոնխային սպազմ։ Ասում եմ բրոնխային սպազմը ինչից կարող է լինել, եթե նախ դուք ունեցել եք 20 րոպե այդ ժամանակ, դուք վիրահատություն էլ չեք արել։ 20 րոպեվա մեջ պետք է արդեն կտրված կարված լիներ, չգիտեմ, կտրված չեք արել։ 20 րոպե լավ բրոնխային սպազմ, ինչից կարա լինի, ուրեմն շնչափող բանա գնացել, ասպիրացիա եղել։ Հիմա ես չգիտեմ, թող իրանք բացատրեն, ապացուցեն, այդ բրոնխային այդ 20 րոպեն մենք դրան բացարձակ չենք հավատում, որովհետև ինտուբացիան եթե չարվեց, խեղդվելու է։ Այսինքն թթվածին, որը պետք է այդ տրուպկեն դնեն երեխու բերանը, որ թթվածին գնա թոքերից սիրտ, մենք մտածում ենք 90%, որ դա չի արվել։ Շրջանառվող տեղեկատվությունը առ այն, որ աղջկա մահվան պատճառ է հանդիսացել շաքարային դիաբետ հիվանդությունը, բժշկի կողմից հերքվել է։ Բժշկուհուն ես խնդրեցի, բավականին զրուցեցինք, ասեցիք, ասեք, խնդրում եմ, կարող էր դա շաքարը լիներ պատճառ, որպեսզի գրանցվել է սրտի կանգ։ Ինքը ասեց չի կարող այդպիսի բան լինի, բացառվում է, որովհետև նախ հսկող ես եմ եղել, ես եմ ստուգել հուլիս ամսին երեխեն նախ ինձ մոտ ապրել է, մենք միշտ երկրից դուրս համերգների են գնացել, թուղթը գրել է բժշկուհին միշտ յուրաքանչյուր ամեն մի դեղի, ինչը որ մենք անցկացնելու ենք սահման, ամեն ինչը ունեցել են գրված ու մեր բժշկուհին է գրել։ Ինքը ասեց չի կարող այդպիսի բան լինի, 6 տարվա շաքար ունեցող հիվանդ երիտասարդ օրգանիզմը նարկոզից չի կարող ունենալ սրտի կանգ։ Ու դա ինքը ասեց, երբ որ կոնսուլում էր բժիշկների հետ։ Ես խնդրեցի միայն մի բան, որ կազմակերպի հողարկավորությունից հետո օր նշանակեն, ես մոտենամ ու բժիշկների հետ խոսեմ, ինձ բացատրեն ինչ են արել։ Ես զանգել եմ, հետաքրքրվել եմ բժիշկներից, դիմացնոտային եւ նարկոզատոր, բավականին ամեն ինչ տանում է նրան, որ իրանք չեն կարողացել ինտուբացիա անել։ Իրանք պետքա շտապ անգամ չեն կարողացել կոկորտը ծակեն, եթե իրանք երեխու կոկորտը ծակեին, երեխին կփրկվեր, թող շոկի մեջ գցեին, թող չգիտեմ, բայց թող իրանք փրկեին։ Իրանք անգամ այդ բան ոչինչ չեն արել, ոչինչ չարած տարել են դիահերձարան։ Միայն այդ բանի ինտուբացիայի տրուպկան բերանի մեջ իբր ինտուբացիա են արել։ Եթե նորմալ արած լինեն, երեխան չէր խեղդվի, եթե թթվածին գնար թոքերից սիրտը չէր ճակի։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատերյանը դեպքը գնահատել է որպես խորապես մտահոգիչ, գործը գտնվում է իրավական դաշտում։ Մենք ցավում ենք կատարվածի համար եւ սպասում ենք ՏՏ բժշկական փորձաքննության արդյունքներին, հասկանալու իրավական պատճառը։ Փորձաքննությունը պետք է պարզի, արդյոք դա բժշկի սխալն էր, անսպասելի բարդություն, թե անփույթություն, որը հանգեցրել է անշրջելի ողբերգության։ Այսպես Մարիամ Ծատերյանը իր կարծիքն է հայտնել լրատվամիջոցներից մեկին տեղի ունեցած ողբերգության վերաբերյալ։ Հարազատների հայտնած տեղեկություններից հետո մենք կապ հաստատեցինք նաև Մուրացան բժշկական կենտրոնի հանրային կապերի պատասխանատու Շուշան Դանելյանի հետ, ով մեզ հետ զրույցում նշեց, որ բժշկական կենտրոնը հաշվի առնելով մի շարք առկա իրողություններ, այս պահին նպատակահարմար չի գտնում որևէ մեկնաբանություն տալ մեզ։ Սակայն մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, ընթանում է նախաքննություն, որից հետո ամեն բան հասարակության համար ավելի պարզ կլինի։ Աղջկա մահը նորից բացեց այն ցավոտ թեման, որի մասին հասարակությունը հաճախ լռում է՝ բժշկական սխալի եւ պատասխանատվության սահմանը որտեղ է։ Ինչու են դեռ հանդիպում դեպքեր, երբ պարզ միջամտությունը հանգեցնում է մահվան։ Այս եւ մի շարք այլ հարցեր բացահայտելու նկատառումներից ելնելով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Գործը քննվում է Երևանին ու Բարաշեն վարչականում, մենք 2 օր առաջ տեղեկացրեցինք, փաստորեն քննիչին տեղեկացրել են առաջի օրը, որ երեխան շաքարային դիաբետով հիվանդ էր, ունեցել է սրտի կանգ։ Բայց երբ որ մենք բացատրեցինք քննիչին,
Այստեղ արդեն բավականին լուրջ հարցեր է բացվում եւ մենք ուղղակի պահանջել ենք, որպեսզի եւ անեստեզիոլոգը Մեսրոպ Մարգարյանը եւ բուժող բժշկուհին, ով շատ թյուրիմաց ձևով արել է ամեն ինչը, Վարդանյան Քրիստինեն եւ իհարկե ինչու՞ չէ Ստեփանյանը, Թագուհի, գլխավոր բժիշկը պետքա բոլորը պատասխան տան, ինչի 2 ժամ հետո նոր մեզ այնտեղ դրսում ասում են սրտի հետ խնդիր կա 4 բրիգադա աշխատում, 2 ժամ այդպես մեզ այդտեղ կանգնացնում են, այնինչ երեխեն արդեն չկա, իրենք կոնսուլյում են անում, թե ինչ պետք է մեզ հայտարարեն, 2 ժամ հետո նոր հրավիրում են ծնողին, ծնողը ասում է, մտնում եմ, տեսնում եմ 15 բժիշկ նստած է, ասում եմ ուր է երեխեն, ես ոնց տեսնեմ երեխուն, դե երեխուն չես կարող տեսնել, երեխեն չկա։ Վարույթն իրականացնող մարմինը հրաժարվեց հարցազրույց տալ տեղի ունեցած դեպքի եւ այժմ կատարվող նախաքննության վերաբերյալ։ Փոխարեն մեր հարցերի ստացանք կարճ տեղեկատվություն։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի առաջին մասով սպանությունը։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։ Կատարվում են քննչական եւ վարույթային այլ գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այնուամենայնիվ կոմիտեի փոխանցմամբ այս պահին իրականացվում են լայնածավալ քննչական եւ վարույթային գործողություններ, նշանակված են փորձաքննություններ դեպքի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ։ Մինչ քննությունը շարունակվում է, մի ամբողջ ընտանիք ապրում է անկարելի վիշտ, սպասելով մեկ բանի՝ արդարության։ Այստեղ ամենակարևորը գիտեք որն է, երբ լսում ես այս հիվանդանոցում մահացավ, այն հիվանդանոցում ծնունդ կան, այն մյուստեղ են, իրոք կամ չգիտեմ, այս նորմալ չի։ Եթե 1-2 բժիշկ մի անգամ բարձրաձայն համայն մեր հանրության պատժվի, ինձ թվում է այլ նման դեպք չի լինի ու յուրաքանչյուր բժիշկ արդեն անաչառ կլինի իր աշխատանքի մեջ։ Այսինքն թող լինեն ուշադիր, եթե մարդը չի կարողանում, ամոթ բան չի, ինքը կարող է հրավիրել իր գոլեգային, թող ներկա գտնվի նաև իր գոլեգան, եթե ինչ-որ բանում մարդը մտածում է, որ ինքը կարող է թերանալ, ինքը մարդի կյանքի գործոնի հետ գործ ունի։ Այսինքն կապ չունի ինքը ինչ թեզ է պաշտպանել, ինչ մակարդակի բժիշկ է, սովորած տեսակետով, լավ կլինի նաև մարդկային գործոնը ստեղ չմոռացվի, որը շատ կարևոր է։ Այժմ խոսելու հերթը քննիչներինն ու փորձագետներինն է, բայց ամենակարևոր հարցը մնում է բոլորիս համար. արդյոք այս ողբերգությունը կլինի վերջինը։ Քանի դեռ նման հարցերը չեն ստացել պատասխան եւ քանի դեռ պատասխանատվությունը չի դարձել պարտադիր, բոլորս էլ կարող ենք հայտնվել նույն ցավի առաջ։ Եվ երբ լռում են հիվանդանոցների պատերը, լռում են նրանք, ովքեր պետք է բացատրեն, ինչու համար, բայց ճշմարտությունը երկար չի լռում։ Նա միշտ գտնում է իր ճանապարհը, անգամ մահվանից հետո։ Դե իսկ մենք կշարունակենք հետևողական լինել այս գործի նախաքննությանն ու իհարկե եկած նոր հանգամանքների վերաբերյալ կիսվել ձեզ հետ, հուսալով, որ այս գործում արդարությունը եւս կգտնի իր տեղը։ Քննչական մարմինները բացահայտել են սպանության նախապատրաստման ծանր դեպք, նախաքննությամբ պարզվել է, որ նախկինում ծագած անձնական հակասությունների հիման վրա մի խումբ անձիկ նախապես պլանավորել են հաշվեհարդար, ձեռք են բերել եւ ապօրինաբար պահել հրազեն եւ ռազմամթերք։ Նրանք հետևել են նախատեսվող զոհին, սակայն իրավապահների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործությունը կանխվել է, իսկ կասկադյալները ձերբակալվել։ Կոտայքի մարզում բացահայտվել է ծանր հանցագործության նախապատրաստություն, որը կարող էր ավարտվել հերթական սպանությամբ։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ նախկինում երկու կողմերի միջև ծագած վիճաբանությունից հետո, որը ավարտվել է տենակահարությամբ, 35-ամյա տղամարդը որոշել է վրեժխնդիր լինել եւ այդ նպատակով իր ընկերոջը դրդել է գնալ սպանության։ Կոտայքի մարզային վարչության քրեական ոստիկանության ծառայողների կողմից առավոտ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ կողմերի միջև ծագած եւ դանակարությամբ ավարտված վիճաբանությունից հետո 35-ամյա տղամարդը վրեժխնդիր լինելու նպատակով իր ընկերոջը դրդել է սպանել 33-ամյա տղամարդուն, որի հիման վրա Աբովյանի քննչական բաժնում պատշաճ հաղորդում է ներկայացվել եւ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում
պարզվել է, որ 35-ամյա տղամարդու ընկերը 28-ամյա երիտասարդը ժամանելով Հայաստանի Հանրապետություն նախնական համաձայնությամբ խմբի կազմում ապօրինի ձեռք է բերել եւ իր մշտական բնակության վայրում պահել ակոսափող հրազեն, ակոսափող ինքնաձիգ, ռազմամթերք հանդիսացող մարտական փամփուշտներ եւ նռնակներ։ 28-ամյա ընկերն ով վերադարձել է Ռուսաստանի Դաշնությունից, միանգամից անցնում է սպանության նախապատրաստական աշխատանքներին։ Նա վարձակալել էր տուն հենց զոհի տան հարևանությամբ։ Մի քանի օր շարունակ հետևել զոհին, լուսանկարել, ուսումնասիրել նրա տեղաշարժը, մուտքերն ու ելքերը։ Բայց մի օր զոհը նկատել էր իրեն հետապնդողին եւ ընկերների հետ ծեծի ենթարկել վերջինիս, վտարելով այդ տարածքից։ Նախաքննության ընթացքում իրավապահներին հաջողվում է հայտնաբերել բոլոր ապացույցները, որոնք վկայում էին երիտասարդի հանցավոր մտադրության մասին։ Իրենց հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով 28-ամյա երիտասարդը ընկերոջ դրդմամբ, ուղղակի դիտավորությամբ կատարել է 33 տարեկան անձի սպանության ուղղված նախապատրաստական գործողություններ, մասնավորապես նրա բնակության վայրին հարակից տարածքում վարձակալել է առանձնատուն, որտեղ բնակվելու ժամանակահատվածում հետևել է 33-ամյա տղամարդու շարժին, կատարել լուսանկարահանումներ, սակայն նա հայտնաբերել է այդ անձի գործողությունները եւ ընկերների հետ միասին ծեծի ենթարկել նրան։ Չսաստվելով կատարվածից խմբի անդամները շարունակել են իրենց մոտ խնամքով պահել ապօրինի զենքերը եւ սպասել հարմար պահի հանցավոր նպատակը իրագործելու համար։ Սակայն իրավապահների պրոֆեսիոնալ եւ արագ արձագանքի շնորհիվ սպանությունը հաջողվել է կանխել։ Այնուհետև իրենց հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նշված անձինք նախնական համաձայնությամբ խմբի կազմում շարունակել են ապօրինի պահել նշված զենքերը, զինամթերքները եւ ռազմամթերքները 33-ամյա տղամարդուն սպանելու առիթ փնտրելով, սակայն իրենց դիտավորության մեջ ընդգրկված գործողությունները իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն իրագործել, քանի որ Կոտայքի մարզային վարչության քրեական ոստիկանության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների, ինչպես նաեւ քննչական եւ ապացուցողական մեծածավալ գործողությունների արդյունքում կանխվել է հաշվեհարդար կատարելու մտադրությունը, նշված անձինք ձերբակալվել են։ Խուզարկությունների ընթացքում հայտնաբերվեց հանցավոր խմբի զինանոցը։ Բացի այդ, նախաքննության ընթացքում կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են նշված զենքերը, զինամթերքները եւ ռազմամթերքները եւ 35-ամյա տղամարդու դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է նրա մարմնին առկա սուր կտրող ծակող գործիքով պատճառված մարմնական վնասվածքը, որի վաղեմությունը համընկել է վերնշված վիճաբանության ժամանակահատվածին։ Նախաքննությամբ ձեռբերված բավարար ապացույցների համակցությամբ, պատվերով սպանության նախապատրաստության հատկանիշներով, քրեական օրենսգրքի 43-155 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով եւ խմբի կազմում ապօրինի զենքի, զինամթերքի եւ ռազմամթերքի շրջանառության հատկանիշներով քրեական օրենսգրքի 335 հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 28-ամյա երիտասարդի նկատմամբ եւ խափամիջոց է ընտրվել կալանքը։ Բացի այդ 35-ամյա տղամարդու նկատմամբ սպանության նախապատրաստության դրդելու հատկանիշներով քրեական օրենսգրքի 46, 43, 155 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետով եւ խմբի կազմում ապօրինի զենքի, զինամթերքի եւ ռազմամթերքի շրջանառության հատկանիշներով քրեական օրենսգրքի 335 հոդվածի 2-րդ մասով հանրային քրեական հետապնդում է հարուցվել եւ կրկին խափամիջոց է ընտրվել կալանքը։ Այս պատմությունը կարող էր ավարտվել հերթական կրակոցով, եւս մեկ կրակոց, եւս մեկ ժապավեն եւ եւս մեկ ընտանիք վշտի մեջ, բայց այս անգամ ամեն ինչ կանգ առավ վերջին վայրկյանին եւ միմիայն իրավապահների արագ արձագանքի շնորհիվ։ Գողության հերթական դեպքն է բացահայտվել Արմավիրի մարզում։ Բնակարան դիտելու պատրվակով անհայտ անձիկ ներխուժել են բնակարան եւ հափշտակել գումար ու ոսկեղեն։ Իրավապահ մարմինները օպերատիվ կերպով բացահայտել են նման հանցագործություն կատարած ամուսիններին։ Հոկտեմբերի 5-ին Վաղաշապատի տներից մեկից հերթական ահազանգը ստացվեց գողության վերաբերյալ։ Արմավիրի մարզի քրեական ոստիկաններն ու Վաղաշապատի համայնքային բաժնի ծառայողները անմիջապես մեկնեցին դեպքի վայր։ Տանտերը սկսեց պատմել, որ տունը վաճառքի է հանված եւ այդ օրը իրենց այցելել են 3 հետաքրքրված գնորդներ, 2 տղամարդ եւ 1 կին։ Շրջել են տանը, նայել տարածքը,
հարցեր տվել եւ հեռացել, որից հետո տանտերը նկատել է, որ բնակարանից թանկարժեք իրեր են պակասում։ Հոկտեմբերի 5-ին ժամը 16:00-ին Էջմիածին քաղաքի մի բնակչից հաղորդում է ստացվել ոստիկանության Վաղաշապատի բաժինին այն մասին, որ իրենց տունը գնելու նպատակով Երևան քաղաքից 3 անձ է եկել 2 տղամարդ 1 կին տունը գնելու պատրվակով։ Վերջինիս կողմից 3 անձը հրավիրվել են ներս, որտեղ ցուցադրվել են տան սենյակները, այնուհետև նրանց ճանապարհելուց հետո նկատել է, որ կնոջ պայուսակը գտնվում է միջանցքում բացված վիճակում։ Այնուհետև նկատել է, որ ննջասենյակում գտնվող պահարանի միջից բացակայում են իր ոսկյա զարդերը։ Պարզվեց, որ հանցավորներին հաջողվել էր շեղել տանտիրուհու ուշադրությունը ու այդ ընթացքում պայուսակից հափշտակել դրամապանակը, իսկ ննջարանի պահարանից 4 ոսկյա զարդ։ Հաղորդում ստանալուց անմիջապես հետո մեր կողմից ձեռնարկվել է օպերատիվ հետախուզական լայնածավալ միջոցառումներ տաք հետքերով բացահայտելու բնակարանային գողությունը։ Իրավապահները պարզում են, որ բնակարանը դիտելու են եկել 3 անձ՝ ամուսին հանդիսացող 2 անձինք եւ 1 տղամարդ։ Սակայն ձերբակալությունից առաջ ենթադրյալ հանցանք կատարած անձանց հաջողվել էր վաճառել գողացված ոսկյա զարդերը։ Պարզվել է, որ վերջիններիս կողմից գաղտնի հափշտակած ոսկյա զարդերը վաճառվել են Երևան քաղաքում գտնվող ոսկո աշխարհում։ Վերջիններիս պատճառվել է մոտ 12000 եվրոյի նյութական վնաս։ Հոկտեմբերի 10-ին դատարանի որոշմամբ կալանավորվեց 46-ամյա տղամարդը, իսկ հոկտեմբերի 15-ին նաև 31-ամյա համաքաղաքացին։ Նրանք տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։ 30-ամյա կնոջ նկատմամբ կիրառվել է տնային կալանք։ Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում։ Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կարևոր է իմանալ, էջն ենք սկսում այս պահին հիշեցնելով, որ այստեղ երկրի լավագույն մասնագետները պատասխանում են ձեր կողմից բարձրաձայնված հարցերին եւ քննարկում այն իրավիճակը, որում հայտնվել եք դուք։ Իսկ դա նշանակում է, որ դուք ունեք բացառիկ հնարավորություն անանուն հանդես գալու մեր եթերում եւ ստանալ ձեր հուզող հարցերի պատասխանները։ Իսկ այս պահին ներկայացնում եմ մեր այսօրվա հյուրին Երևանի Պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քաղաքացիական դատավարության ամբիոնի դասախոս, իրավաբանական գիտությունների թեկնածու դոցենտ, փաստաբան Վարդուշ Եսայանին։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Առաջարկում եմ դիտել տեսանյութը, հասկանալ, թե մեր լրագրողը ինչ հարցազրույց կամ ինչ խնդիր է ներկայացնում քաղաքացու կողմից բարձրաձայնված, որից հետո կրկին ունենալ քննարկում տաղավարում։ Խնդրեմ։ Բարև ձեզ, ուզում եմ իմ հարցին պատասխանեք։ 3 հատ երեխա ունեմ, ամուսնալուծվել եմ վերջերս, օրինական ուժի մեջ եմ մտել վճիռը, բայց այդ ժամանակ չեմ ասել, որ ոչ մի բան չեմ պահանջել նախկին ամուսնուցս, ոչ ալիմենտի գումար, ոչ գույքը բաժանելու հետ կապված ինչ-որ հարցեր են քննարկել։ Երեխաներիցս մեկը առողջական խնդիրներ ունի լուրջ եւ կարգ ունի նաեւ, ցանկանում եմ իմանալ արդյոք այս պահին ես ինչ-որ բան կարող եմ անել, եթե ամուսնալուծության մեր հարցը օրինական ուժ է ստացել։ Հիմա կարող եմ նորից դիմել ալիմենտ պահանջել կամ գույքը որ բաժանենք։ Այդ օրենքի կարգավորումն եմ ուզում ինձ բացատրեք եւ ամեն երեխուս համար ինչքան կարամ գումար ուզեմ ամուսնուցս, որպես ալիմենտ, դա էլ եմ ուզում իմանամ այդ օրենքի կարգավորման վերաբերյալ, խնդրում եմ ինձ պատասխան տվեք։ Շատ լավ։ Երկու տարբեր հարցադրումներ թերևս, եւ ալիմենտ, եւ գույքի բաժանում, եւ հայցադիմում, որը ներկայացվել է ունեցել է վերջնական վճիռ, արդյոք արդեն վերջնական վճիռից հետո քաղաքացին կարող է այս երկու իրավունքների պահանջի վերաբերյալ ներկայացնել հայց դատարան։ Այո։ Քաղաքացին իրավունք ունի հայցադիմում ներկայացնելու դատարան, պահանջելու ինչպես համատեղ կյանքում ձեռք բերված գույքի բաժանման պահանջ, այնպես էլ իր 3 անչափահաս երեխաների, որից մեկն էլ թերևս ոնց հասկացա հիվանդ է, այո, առողջական խնդիրներ ունի, այդ 3 երեխաների համար ալիմենտ պահանջելու։ Ուղղակի մենք ունենք պարտադիր հաշտարարության ինստիտուտը, որը գործում է 2025 թվականի հուլիսի 1-ից, անպայման պետք է դիմել պարտադիր հաշտարարության, որից հետո նոր արդեն մեր քաղաքացին կարող է դիմել դատարան, ինչպես գույքի բաժանման, այնպես էլ ալիմենտի բռնակացման պահանջով։
Այստեղ փորձենք հասկանալ, կրկին անգամ ստացվում է, որ այս երկու պահանջների դեպքում պետք է գնան հաշտարար ընտրեն միմյանց հետ, համաձայնության չգալու դեպքում արդարադատության նախարարությունը կրկին նշանակի հաշտարար, անցնեն այդ բոլոր գործընթացներով, նոր միայն հնարավորություն ունենան դատական կարգով այդ գործընթացը սկսել։ Ուշադրություն դարձնենք 3 երեխաներին եւ առողջական խնդիրներ ունեցող երեխային։ Եվ նաեւ շատ տարածված է մանավանդ ամուսնալուծություններից հետո, երբ կողմը փաստացի գրանցված աշխատանքային հարաբերությունները դադարեցնում է, որպեսզի խուսափի թե ալիմենտ վճարելուց եւ թե հետագայում գույքի բաժանման հետ կապված խնդիրներ են առաջ գալիս, մասնավորապես կրկին գույքից ազատվում է անբանափոխում մտերիմների անունով, որպեսզի այստեղ էլ չլինեն նման գործընթացներ։ Այ եթե նման իրավիճակի է քաղաքացին հանդիպում, լուծման մեխանիզմները որոնք են։ Եթե ծնողներից որևէ մեկը խուսափում է ալիմենտային իր պարտավորությունը կատարելու հարցում, ապա այստեղ մենք ունենք օրենսդրական կարգավորում, որ նրան կարող են զրկել նաև ծնողական իրավունքների։ Այսինքն, եթե նա չարամտորեն, ուղղակիորեն խուսափում է իր ծնողական պարտավորությունը, պարտականությունը կատարելուց։ Իսկ ինչ վերաբերվում է գործազրկությանը, ապա ասեմ, որ գործազրկությունը չի հանգեցնում ծնողի կողմից իր պարտավորական իր ալիմենտային պարտավորությունները չկատարելուն։ Այո, չի հանգեցնում։ Մենք ունենք նվազագույն զանգված, որ դատարանը իր հայեցողությամբ ելնելով տվյալ անձի գույքային դրությունից նշանակում է։ Իհարկե քաղաքացին ինքնուրույն կարող է ձեռք բերել նաև ապացույցներ եւ դատանին ներկայացնել տեղեկատվություն, չգիտեմ, անհրաժեշտ ապացույցներ այն մասին, որ ամուսինն աշխատում է եւ ունի դրամական միջոցներ, որոնք այսպես ծածկված են եւ տեսանելի չեն, սակայն ես ուզում եմ անդրադառնալ նաև գույքին կամ ալիմենտի վերաբերյալ որոշում է դատանը կայացրել, տևական ժամանակ ալիմենտը չի վճարվել, ԴՀԿ ծառայություն է ուղարկվել, այստեղ ուզում եմ հասկանալ ինչ գործողություն կարող է անել արդեն իսկ վերջին փուլում արդարադատության այսպես վերջին փուլում ընկած ԴՀԿ ծառայության աշխատակիցը, երբ պարզապես հայտնաբերում է, որ անձը չունի դրամական միջոցներ, ինչպես կատարողական ակտը ավարտին հասցնի։ Չունենալու դեպքում ցավոք սրտի այդ դատական ակտը կատարվել չի կարող, բայց չունենալը ինքնին հիմք չի պարտավորության դադարման համար։ Ձեզ ասեմ ավելին, որ 0.05% նաև տուգանք է ավելանում յուրաքանչյուր ամսվա չկատարված պարտավորության վրա ալիմենտային գումարի չվճարման համար։ Դրամական միջոցներ չունի, բնականի սեփականության վկայականում ունի բաժին։ Արդյոք այդ բաժնի վրա կարող է տարածվել ԴՀԿ-ի կողմից որոշված այս գումարը բռնագանձելու պահանջով, թե դա եւս առանձին գործընթաց է, որը պետք է քաղաքացին սկսի։ Այո, դա առանձին գործընթաց է, որ պետք է քաղաքացին այդ պահանջով դիմի դատարան։ Այսինքն այստեղ էլի գույքից բաժին առանձնացնելու, հրապարակություններով վաճառելու, շատ լավ։ Եկեք նաև խոսենք այն մասին, թե յուրաքանչյուր երեխայի մասով որքան գումար դատանը կարող է հատկացնել ըստ օրենսդրական կարգավորման։ Ընտանեկան օրենսգիրքը հստակ նշում է, որ մեկ երեխայի դեպքում որպես ալիմենտ վճարվում է ծնողի վարձավճարի եւ կամ եկամտի 1/4 մասով, երկու երեխայի դեպքում 1/3 մասով եւ 3 եւ ավելի երեխայի դեպքում կեսը, այսինքն 50%-ի մասով, ոչ ավել։ Մեր դեպքում մենք ունենք առողջական խնդիրներ ունեցող երեխա եւ կարծում եմ հենց այստեղ է, որ պետք է քաղաքացուն նաեւ հորդորենք ապացույցներ ներկայացնել, թե ինչպիսի հոգատարություն, ինչպիսի բուժման գործընթաց է երեխան անցնում, որքան վճար է ամսական կտրվածքով, հա, այդ հոգսերը հոգալու համար նրան անհրաժեշտ, սա եւս կարծում եմ գումարի չափը մեծացնելու է։ Ծնողը կարող է նաեւ բժշկական այդ ծախսերը ներառել հայցի մեջ եւ դատարանը ինքը կորոշի ինչ գումար զուտ երեխայի բուժ սպասարկման համար բռնագանձի ծնողից։ Շատ լավ։ Շնորհակալ եմ Տիկին Եսայան կարևոր տեղեկատվություն մեզ հաղորդելու համար։ Այս պահին ձեր էկրաններին հայտնվում է այն ամփոփ տեղեկատվությունը, որը կարևոր է իմանալ։
Ծնողները կարող են համաձայնություն կնքել իրենց երեխաներին պահելու մասին։ Դա կոչվում է ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնություն։ Եթե ծնողները ապրուստի միջոց չեն տրամադրում իրենց երեխաներին, ապա վերջիններիս պահելու համար միջոցները ալիմենտը ծնողներից բռնագանձվում են դատական կարգով։ Ալիմենտի բռնագանձումը կատարվում է դատական կարգով հետևյալ չափերով ամենամսյա վճարումներ կատարելու միջոցով։ 1 երեխայի համար ծնողների վաստակի կամ այլ եկամտի 1/4, 2 երեխաների համար 1/3, 3 եւ ավելի երեխաների համար կեսը։ Ալիմենտ հատկացվում է դատարան դիմելու պահից։ Անցած ժամանակահատվածի համար ալիմենտ կարող է բռնագանձվել դատարան դիմելու պահին նախորդող 3 տարվա համար։ Եթե դատարանով հաստատվել է, որ մինչև դատարան դիմելը միջոցներ են ձեռնարկվել ապրուստի միջոց ստանալու համար, բայց ալիմենտը չի ստացվել ալիմենտ վճարելու պարտավոր անձի կողմից դա վճարելուց խուսափելու հետևանքով։ Դատարանի վճռով ալիմենտ վճարելու պարտավոր անձի մեղքով պարտք առաջանալիս յուրաքանչյուր օրվա համար տուգանք է վճարվում չվճարված ալիմենտի գումարի 0.05%-ի չափով։ Ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, ընդ որում ալիմենտ վճարելուց։ Ձեր էկրաններին այս պահին հայտնվել են հեռախոսահամարներ, որոնց կարող եք զանգ տալ կամ գրել մեր Facebook-յան ու Instagram-յան էջերին հիշելով, որ մենք միշտ պատրաստ ենք շարժվել հանցանքի հետքով։